բայց կա 7 այլ հրաշալիք, որ չի նշվում պաշտոնապես։ Առաջինը հենց նայով հրաշալիքն է ստեղծել այդ, նա իր ոգով ու վաճառով կոչվում է մարդ։ Մարդիկ ջերմակ են, դեղին են, դեղսև են մարդիկ, բաժլողի մի գույն է, պետ մարդկությանը կապույտ պարդ ենթիկ։ Ուզում ես եղիր հարուստ, ուզում ես եղիր արկատ, բայց մի բան հիշիր վերուս, որ այլմեղ այս տարում մարդը մարդով է հարուստ, մարդը մարդով է մարդ։ Կյանքում ուժեղ մարդիկ միշտ բարի են լինում, ավելի ճիշտ բարի մարդիկ միշտ ուժեղ են լինում, այնինչ վախկոտները չար են լինում, վախենում են պարտվել, ու հենց միտեղ լավն են տեսնում, աշխատում են ժխտել։ Այս աշխարհում բարեկամներ, թե կան լավկաներ, լավ մարդիկ են ստեղծել, լավ մարդիկ են բարել, աղջարերը շատ են փոչջջջել ցեղը մարկանց, երբ հոշի ու մոխի լեզնեց ապրած տեղը մարկանց, բայց քանի որ ապրում են կան այս աշխարհում բարի մարդիկ, ասել է թե լավ մարդիկ կան, որ զսպում են բանի։ Այդպես միայն մայրն է խնդրում, այդպես միայն մայրն է լացում, այդպես սոխանում որդու համար, այսպես սպասում որդու գալստին, նամակի հրադարձին,
անփոխանելի է։ Մայր, ժպիտը թավաշ բալու համար, արևից ոսկի շողար կբերեն, քնքշանքը թավաշ բալու համար, նուր ծաղիկներից համպյուրը կբերեն, երջանկությունը բալու համար, գիտեմ ուզածը, լավ մարդ կլինեմ, քեզ կողքից թավաշ բալու համար, մայր ծնքի չան, աստծոն տաղոթեմ։ Ես Սամվելն եմ Բալալյան, ես սովորում եմ 3-րդ դասարանում, ես Արցախից եմ, ուզում եմ վերադարձնել իմ հարազատ երկիրը և վերադառնալ այնտեղ։ Ես եմ Մարգարյան Վիկտոր
նկատմամբ։ Մեր աշխարհում ամենագեղեցիկն այն է, ինչը ստեղծված է աշխատանքով, մարդկության հմուտ ձեռքով։ Եվ կյանքն ու աշխատանքն այնպես են կապված միմյանց հետ, ինչպես բույսն ու լույսը, չէ՞ որ իսկական երջանկությունը ծնվում է և գոյատևում ազնիվ աշխատանքի մեջ, որը բնության խորհրդավոր բժիշկն է։ Չէ՞ որ պտուղներից ամենաքաղցրը աշխատանքի պտուղն է, և ճիշտ է ասված հայկական առածանիում, որ ծառը գովաբանվում է պտուղով, մարդը աշխատանքով։ Արժե ապրել ուղու մեջ, ճեղքեր հզոր ու խորհրդեր, այնպես որ գուտուղնած գործը կող լինի ծառերի մեջ։ Արդյոք ինչով է կյանքը գեղեցիկ, մանուկներով է կյանքը գեղեցիկ, գեղեցիկ է նա պատանիներով, ուսանողներով, լավ ընկերներով։ Գեղեցիկ է նա մեծ ծնողներով, սահմանահրաշ մայրական սիրով, գեղեցիկ է բարյանցերով, բարի խոսքերով, ուշածաներով, և չեմակայ նաև ազդեցիկ ծերուկներով է կյանքը գեղեցիկ։ բայց էության իր անհանգիստ է, ձերքից են անսահման, հրաշալի կայթակնած,
Իշխում է ժամանակ։ Ինչքան էլ արագ է թռչում ժամանակը, այն ծալեհողորեն դանդաղ է շարժում։ Նրա համարով ծով դիտում է նրա շարժումը։ Ժամանակը մեծ ուսուցիչ է։ Հետաձգումը ժամանակի գողն է, երբեք գործը ժամանակից մի հետաձգի։ Ժամանակական չաղ ու փառքով հիանալու համար, օգտագործիր այն ավելի հեռու սլանալու համար։ Հնայեք ժամանակը դա գործված չէ, որից կյանքն է գործված։ Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի գործնի։ Ժամանակը ոսկի է։ Այո, ժամանակը արագ է անցնում, և Գործն անմահ լավ մացեք, որ խոսվում է դարդար, էլնեք նրա ով գործով կապի ամերջ անդադար։ Եվ վերջապես կա 7-րդ, բայց առաջին հրաշալիք, մի սրբություն առանց որի իրենց ոչինչ չեն զգում մարդիկ, իսկ նրա հետ մեծ ու հզոր, իսկ նրա հետ հաղթանակած հրաշալիքն այդ կոչվում է հայրենի հող։ Կարելի է այս աշխարհում ապրել առանց գուրգի, անհնար է սակայն ապրել առանց հողի հայրենիքի։ Հաստան աչքների երկիր, եթե եմ ցածել թվարկի վրա որտեղ կարելի տեսնել շատ հրաշքներ, ես կպատասխանեմ առաջին հերթին Հայաստանում։ Ակամա զարմանում ես, որ աշխարհի այսպիսի փոքրիկ անկյունում կարելի է տեսնել այդքան հուշարձաններ եւ այնպիսի մարդկանց, որոնք կարող են համարվել ողջ աշխարհի հպարտություն։ Թող փառաբանվի հայոց երկիրը տաղանդների եւ մեծագործների բնորան։ Եվ մի բան հավերժ թող ձեր մեջ մնա, մենք ժողովուրդ չենք ուղղակի, ազգ ենք մենք հին ու նորի, ազգ արարումի։ Հայաստան իմ անունն է, ազգանունն է, իմ ձորս տպավ զորությունն է, իմ հին ու նորությունն է, իմ լեզուն է այգուպենը, ուրիշ խոսքով այն ամենը, որ կոչվում է հայերի տուն։ Եվ այն տունն է, որ շինել է պապիս պապը, անդուր ջանքով ու տանջանքով, քար է դրել քարի վրա, դար է դրել դարի վրա, և քրտին քթուղ ճակատին, ցունել է նա պատը պատին, էլ ոչ մի հուր, էլ ոչ մի սուր, չի ջնջելու իմ անունը, ազգանունը, իմ լեզուն ու այգուպենը, ուրիշ խոսքով այն ամենը, ինչը ամրությունն է իմ տան, և միասին կոչվում է հայ ու Հայաստան։ Եվ ես հիմա իմ տան պատին նոր քարեր պիտի դնեմ, նոր տարեր պիտի դնեմ, որ
կազմակերպեց մեր միջոցառումը, որը կրում էր աշխարհի 7 հրաշալիքներ խորագիրը։ Կազմակերպել էր ընթերցանության խմբակի շրջանակներում, յուրաքանչյուր խմբակի մենք ընթերցել ենք հեքիաթներ, պատմություններ, մուլտֆիլմներ ենք դիտել եւ ամեն մեկը քննարկելով հերոսների արարքները քննարկելով որոշեցինք, որ ընտրենք այս 7 հրաշալիքները։ Եվ յուրաքանչյուրն էլ մենք դասարանում բացել ենք մարդ, բայց միևնույն ժամանակ խոսել ենք արժեհամակարգերի մասին։ Ինչ արժեքներ պետք է ունենան մարդը։ Բարություն, գերասիրություն, աշխատասիրություն, հոգատարություն, հարգել մեծերին, հարգել եւ սիրել ծնողներին։ Եվ ամեն մեկ այս հրաշալիքները մենք այսպես բացել ենք դասարանում եւ կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ երեխաների մոտ փոքր տարիքից ձևավորվի այդ արժեհամակարգերը։ Աջակցեցին այդ միջոցառման կազմակերպչական հարցերում ընկեր Արշալույսին եւ 7-րդ դասարանի աղջիկներին, Նանեին, Անգելինային եւ Մարիային։ Շնորհակալություն նաեւ ձեզ եւ տնօրինություն ընկեր Ներսիսյան։ Այսօր որ ես այս բեմում եմ այդ երեխաների կողքին եմ, դա ձեր վստահություններից, որ վստահեցիք եւ շատ շնորհակալ եմ։ Սիրելի երրորդի դասարան, սիրելի ուսուցիչներ, հարգելի ծնողներ։ Այսօր մենք ականատես եղանք մի շատ ջերմ եւ ոգեշնչող միջոցառման, որտեղ երեխաները ներկայացրեցին իրենց 7 հրաշալիքները՝ հայրենիք, բարություն, աշխատանք, աշխատասիրություն, մայր, մանկություն, ժամանակ, ընկերություն։ Սիրելի երեխաներ, դուք մեզ հիշեցրեցիք ամենակարևոր արժեքների մասին, այն ամենի, ինչ մեզ դարձնում է մարդ եւ կյանքը լցնում սիրով, ջերմությամբ եւ իմաստով։ Ձեր սիրով եւ հոգատարությամբ լի խոսքերով դուք ցույց տվեցիք, որ իսկական հրաշքները մեզ շրջապատում են։ Պետք է միայն տեսնել դրանք, պահպանել ու սիրել։ Ձեզ մաղթում եմ, որ միշտ քայլեք այս հրաշալիքներով, միշտ մնաք բարի, խելացի եւ հայրենասեր։ Շնորհակալություն ուսուցչին այս գեղեցիկ նախաձեռնության համար, երեխաներին ենք շնորհակալ այդ արժեքներով կրթվելը եւ մեզ մատուցելու համար եւ շնորհակալ ենք ծնողներին իրենց հրաշալի երեխաների համար։ Շնորհակալություն։ Շարունակեք ստեղծել հրաշքներ ամեն օր։ Բոլոր ձեր բաց դասերում, բոլոր ձեր միջոցառումներում, ես չեմ բանտով խոսում էլի, ուղղակի շնորհակալ եմ Գերաթափյանի, որովհետև յուրաքանչյուր եւ դասերի ժամ, եւ այս խմբակը, եւ ընդհանրապես յուրաքանչյուր դաս, երբ որ ներկան եղեք, ուղղակի հիացել եմ իրենց կազմակերպված գեղեցիկ դասերով։ Շնորհակալություն սպասում վերահսկելու համար, ես ուզում եմ ասեմ երեխաները իսկապես իրենց այդ զգացմունքները մեզ փոխանցեցին, եւ հայրենասիրությունը, եւ հպարտությամբ հայի կոչումը կրելը, եւ իջի աշխատանքի մայր